այդ կինը հենց այն կինն է, ով հետագայում շատ մեծ դերակատարություն ունեցավ, որպիսի այդ շորթման գործում էլ շատ մեծ դեր խաղա, էլի։ Կոչ եմ անում, որ դիմեն իրավապահ մարմիններին, որպիսի այս խարդախը պատասխանատվության ենթարկվի։ Օրեր առաջ իրավաբան նետը հրապարակում էր կատարել Տիգրան Խաչատրյանի ընտանիքի ահազանգի հետքերով, որին մեղադրում են նախկին փեսայի եւ խնամու սպանության պատվերն իջեցնելու համար, սակայն Խաչատրյանների ընտանիքը վստահ է, անդրազգային հանցավոր խումբը փորձում է Տիգրան Խաչատրյանին կալանքի տակ պահելով շորթում իրականացնել։ Գաղտնի վկաներից մեկը, որ ընդդեմ Խաչատրյանի ցուցմունք է տվել, ընտանիքին մոտ մարդ է եղել, նրան միայն Խաչատրյանները չէ որ գիտեն։ Մարինա Խաչատրյանի այս ուղերձից հետո մեզ են դիմել նշված կնոջ գործողություններից ենթադրյալ տուժածները, որոնք պնդում են Կարինե անունով կինը նրանցից գումարներ է վերցրել կամ վերջիններիս անուններով վարկեր է ձևակերպել, սակայն չի մարել դրանք, թողել է ու հեռացել։ Մեր հերոսների անուններն ու ձայները փոփոխվել են, ելնելով նրանց անվտանգության պահանջներից։ Ես Կարինեն չէի ճանաչում սկզբանե, ինձ ծանոթացել է իմ ընկերուհին, որը ուսուցիչ է էլի, վստահություն էր ձեռք բերել ընկերուհուս մոտ եւ ընկերուհիս գումար էր տալիս պարտքով, բայց վերադարձնում էր ժամանակին, վերադարձնում էր, խնդիր չէր։ Հետո որ էլի պետք եղավ, ընկերուհիս դիմեց ինձ, ծանոթացրեց Կարայի հետ, թե չէ Կարային չէի ճանաչում, ինձ դիմեց, շատ հաճելի տպավորություն, ինտելիգենտ մարդ, լավ ընտանիք, տպավորությունը վատը չէր, թե չէ ես չէի տա։ Տիկին Նվարդը կորցրել է իր բոլոր խնայողությունները, որը հասնում է շուրջ $10,000։ Նա թոշակառու է, գումարը կուտակել էր աշխատելու տարիների ընթացքում։ Ես տվեցի Կարային, ասեցի էլ, որ դա իմ վերջի գումարն է, պետք է տաս, ես առանց դրա չեմ, իմ տարիների կյանքն է դա, գումարն է։ Եվ ինքը ինձ խոստացավ, ասեց մի ամսվա ընթացքում ես քեզ խոստանում եմ, անպայման կվերադարձնեմ, անպայման հələ մաղարիչ էլ կանենք եւ այլն, ես չի իմանում, որ սենց վիճակ կլինի։ Ու վերջ, դրանից հետո արդեն էլ Կարան հեռախոսին չի պատասխանում, էլ արդեն ինձ երևի դրել է գցել է սև ցուցակ, ու ընդհանրապես կորել է։ Ըստ մեր 3 զրուցակիցների էլ Կարինեն գումարները վերցրել, պարտքերը կուտակել է 2024 թվականի ընթացքում։ 71 կինը փորձել է դիմել իրավապահներին, սակայն ապացույց չունի, որ վերջինիս գումար է փոխանցել։ Կարինեն հայտնել է, որ մի քանի խանութ ունի եւ դրանց աշխատանքի համար էր անհրաժեշտ գումարը։ Անժելան մեծ այդ զրույցում հաստատեց, կինը բիզնես ուներ, ԱԶ-ներ ու ՍՊԸ-ներ։ Շատ մարդկանց է խնդրել իրենց անունով վարկ վերցնեն։ Եղբայրս կանգնել է իրան երաշխավոր։ Ինքը շատ շուտ դա փակեց, հետո նորից դիմեց, հետո եղբայրս եղավ էլի երաշխավոր, ես եղա երաշխավոր ու անցած տարի փետրվար ամսին, քանի որ ես արդեն տեսնում եի, որ ինչա կատարվում, ինքը իր գումարները չի կարողանում ոչ մեկին վերադարձնի, ստեղից վերցնում էր շատ, որովհետև շատ մարդկանցից քաղաքի համարյա 80%-ից գումարներ էր վերցրել։ Նորից դիմեց բա եղբայրդ, խնդրում եմ թող կանգնի երաշխավոր, ես մերժեցի։ Այդ ամեն ինչը տեսնելով, որովհետև գիտակցում եմ, որ հետո ավելի վատ է լինելու։ Ու հիմա ինքը չկա, ինքը չմուծե բանկերը։ Այսինքն, որ երաշխավոր եմ ես այդտեղ 2 միլիոնա, եղբորինս 2 միլիոնա, մենք ընկել ենք սև ցուցակ, ոչ մի բաներից չեն կարողանում օգտվենք ու հետո ես նենցա, որ մենք այդ 4 միլիոնը պետք է աշխատենք փակենք։ Անժելայի հետ կապվել է բանկի կառավարիչը, կնոջը տեղեկացրել, որ Կարինեն մարուներ չի կատարում, վերջինս է պարտավոր գումարը վճարել, եթե չվճարի, իրեն պատկանող գույքը կբռնագրավի։ Կապվել է Կարինեի հետ, վերջինս հանգստացրել է, ասել, որ կվճարի։ Մի սիրուն օր վեր կացավ ու Հայաստանից փախավ։ Այդ բոլորից թողնելով այս վիճակի մեջ։ Ես գնացել եմ քննչական կոմիտե, դիմել եմ, ասեցի գրեմ, որովհետև մենք չենք կարա տենց մուծենք, մենք էլ ունենք էլի բաներ, բայց հետո ես քաղաքում вообще ապրում ենք Հայաստանում ու ես չեմ կարողանում ոչ մի բանից օգտվեմ։ Քննչականը մերժեց, ասաց չեն կարող, որովհետև դուք ձեր հոժար կամքով եք գնացեք, կանգնել եք երաշխավոր։ Ասեմ, հա, բայց այդ մարդը փախել է, ու փախել է ոչ թե մենակ մեր համար, այլ շատ մեծ գումարներ ունի բոլորից վերցրած։ Մեծ գումարներ բոլորից։
Անժելան Կարինեին ծանոթ բանկի աշխատակցի մասին է հայտնում նաև Ոմոն Վահագի, որն օգնել է կնոջը ձևակերպումների հարցում։ Դատալեքսից տեղեկանում ենք նաև, որ բանկերից մեկն արդեն դիմել է դատարան Կարինեին սնանկ ճանաչելու պահանջով։ Բանկը վերջինի շուրջ $240,000 չափով վարկ է տրամադրել։ Գրավադրվել է Սայաթ-Նովա Պողոտայի տունը։ Նշված գումարից շուրջ $180,000 Կարինեն չի մարել։ Հարազատ մորաքույրը 83 տարեկան։ Ու այս վերջերս մահացել է, ես տեղեկացած եմ տենց, որ բանկը գնացել է այդ կնոջը ասել է, որ գործընթացը դատարանում է, տունը պետք է դուր հանեն վաճառքի, որտեղ այդ տունն էլ էր գրավդրած։ Այդ կինը վատացել է, տարել են հիվանդանոց, 2 օր խելքի չգալով մահացել է, 83 տարեկան կին, որտեղ այդ տունն էլ էր դրել գրավ։ 83 տարեկան կինը տենց մահացավ, մենակ անտեր հիվանդանոցում։ Էլիզան նույնպես հետաքրքիր մանրամասներ պատմեց մեզ։ Նա ինքն է Կարինեին օգնության ձեռք մեկնել, հետաքրքրվել, իրեն ինչով կարող է օգնել։ Ասել է, կարող են իր անունով վարկ վերցնել։ Էլիզան էլ հայտնել է, որ վարկային պատմություն չունի, իրեն վարկ չեն տա։ Կինն էլ նշել է, թե ծանոթներ ունի, ովքեր ամեն ինչ կդասավորեն։ Տարբեր արդեն բանկերով 1 միլիոն, 2 միլիոն, այսպես քարտային օվերդրաֆթի տեսքով, վարկերը արդեն 10 միլիոնի չափ է, քանի որ վաղուց չի մարվել, արդեն բարձրացել է տոկոսները, շատ բավականին մեծ է արդեն դարձել ծավալը, գումարի չափսը, մի քանի օր առաջ էլ պարզվեց, որ իր ոսկին, որը դրված էր իմ անունով, կորցրել է ուղղակի չմարելու դեպքում, հետևաբար ինձ վրա մնացել է ավել գումար, պարտք։ Իսկ ես բանկին ասացի, որ ես չեմ վճարելու ոչ մի գումար, քանի որ դա իմը չի, բոլորն էլ այստեղ մեծամասնությունը գիտեր, որ դա իմը չէ։ Հետևաբար ես չունեմ ինչ-որ գումար վճարելու այն մարդու համար, որը ուղղակի այսօր չկա ու ինձ գցել է պարտքերի տակ։ Էլիզան դիմել է քննչական կոմիտե, նրան չեն արձագանքել։ Աղջիկը հարազատներին չի պատմել, որ այլանձի համար վարկեր է վերցրել, քանի որ համոզված էր դեմ էին լինելու, իսկ նա ուզում էր Կարինեին օգնել։ Գրավադրված ոսկին, որի մասին պատմում է Էլիզան, իրենը չէ, հարազատներինն է։ Այժմ որևէ կերպ Կարինեի հետ կապվել չի հաջողվում։ Իր լսած վերջին տեղեկությունների համաձայն մեկ Վրաստանում է, մեկ Ռուսաստանում, մեկ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Պարտք ունեմ, որը իմը չէ ու ես ընդհանրապես ոչ պատրաստում եմ վճարել, ու այդպես։ Ինքն էլ ոնց հասկանում եմ, ինքն էլ չի վճարելու, որովհետև փախած է։ Այստեղ չի, իր մասին ոչ ոք չգիտի։ Տիգրան Խաչատրյանի դուստրը նշում է, ինչպես կարելի է հավատալ իր հոր դեմ մի կնոջ տված վկայությանը, եթե վերջինս նման մութ պատմություններում է ներգրավված։ Պատկերացում անգամ չունեմ, թե նման բնութագիր ունեցող անձի ցուցմունքները ինչպես են այդպես արժանահավատ ընդունվել։ Մարինա Խաչատրյանը նշում է, որ առաջին գաղտնի վկան էր, իր բնութագրով չի տարբերվում երկրորդից։ Նա անդրադարձավ նաև մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնք վերաբերում են իր արտաքին գործերի նախարարությունում աշխատանքին։ Մոտ 10 տարուց ավել ծառայում եմ, աշխատել եմ տարբեր երկրներում որպես դիվանագետ, եղել եմ հյուպատոս, կադրային դիվանագետ եմ, դա ճիշտ է։ Խաչատրյանների ընտանիքի նկատմամբ ճնշումը չի թուլանում։ Մարինան նշում է, ամեն օրը վախով ու տագնապով է սկսվում նրանց համար։ Եթե այսպես շարունակվի, ես ստիպված եմ լինելու արդեն հրապարակել բոլոր անձանց անունները, ովքեր կազմակերպել են այս ամեն ինչը, հրապարակելու եմ նաև բոլոր այն պաշտոնյա անձանց անունները, ովքեր ուղղակի թե անուղղակի օժանդակել են այս հանցագործներին, հրապարակելու եմ նաև այն անձի անունը ու տվյալները, որ այս պատվերը իջեցրել է ՌԴ իրավապահ մարմիններին ու ոչ միայն իր ընտանիքի անդամների, իր բարեկամների, իր քավորի, այն բոլոր մարդիկ, ովքեր կապակցված են իր հետ ու տիրապետում են այս ամեն ինչին, ստիպված եմ լինելու այդ քայլին ես գնալ։ Հայտնի է դարձել նաև, որ անդրազգային հանցավոր խմբի գործողություններին օժանդակող ՌԴ պաշտոնյան վերջերս գեներալի կոչում է ստացել։ Իրավաբան.net-ի խմբագրությանը նաև ձայնագրություն է փոխանցվել, որտեղ մեր հերոսների կողմից հիշատակված Կարինեն խոսում է պարտատերերի մասին։ Արդեն չգիտեմ, ես սենց այս բանի համար չգիտեմ ինչ անեմ, մեկ են կնիկը, մեկ էլ էս Մոսկվան, չգիտեմ, արդեն գլուխս նենցա խառնվե իրար, գոնե ստարուխային անում, пока остальное получится на этой неделе բաներ ալինում էլի հարցեր կա, որը արդեն
լուծվում է իմ մոտ։ Մարինան նշում է, եթե իր ընտանիքի վրա ճնշումը շարունակվի, ստիպված է լինելու հայկական եւ ռուսական մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ ասուլիսի ժամանակ բացահայտել այն անձանց անունները, որոնք ներգրաված են գործում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարար Տիգրան Խաչատրյանն ավելի քան 8 ամիս է կալանավորված է եւ պահվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Խաչատրյանի դուստրը համոզված է, իր հոր դեմ պատվեր է իջեցվել։ Հանցավոր խումբը շարունակում է աղաբեկել իրենց ընտանիքը շորթում կատարելու մտադրությամբ։ Ըստ նրա, Ռուսաստանում քննվող գործը հիմնված է երկու գաղտնի վկաների ցուցմունքների վրա, որոնց ինքնությունը հայտնի է Խաչատրյաններին։